Եթե մենք ապրում ենք, ասենք, մի երկրում, որտեղ մի ղեկավար ասում է, որ եթե որևէ մեկը իմ մտքի հետ համաձայն չի, թող դիմումը դա հեռանա, ուրեմն Սովետը չի վերացել։ Որտեվ ես հիշեցի Թոմաս Ջեֆերսոնի խոսքը, որ ասում է, հետևի ճշտին, հետևի չվախենա սուրը տալ։ Եվ երբ որ ես նայում ասենք աշխարհում քանի հայ կա հիմա 12-14 միլիոն, 10 միլիոն, ես կարծում եմ որ 12-14 միլիոն կլինեն, որից ընդամենը 2-3 միլիոն է Հայաստանում եւ Խորհրդային Միության ներքին սփյուռքում, այսպես ասած, քանի 5 միլիոն գուցե, մեծամասնությունը դուրսն են։ Բայց հզոր ազգի հատկանիշ են ցուցաբերում, այն օրը գնացել եմ Թորիս համալսարան ավարտական միջոցառմանը, այդ մի 700 հոգի ավարտել են, 300 հայեր են։ Սրանք ամեն մեկը իր ծնողների զոհաբերություններով, իր անձնական միջոցներով բարձրագույն կրթություն է ստանում, եւ այս բոլորը իմ համար հայդատի զինվորներ են։ Եվ հանկարծ պատկերացրու, որ մեկը, որը պիտի համախմբի, միավորի սրանց, պատկերացրու ինքը այդ կարողությունը չունի, ինքը նույնիսկ այդ մտադրությունը չունի, ինքը նույնիսկ չի ուզում խոսել, ինքը ուզում է կոմֆորտը զգալ։ Կոմֆորտը լավ, այ դրանից չխոսել, ցեղասպանությունից չխոսենք, արի չխոսենք Սիբիրից, արի չխոսենք գրքեր վառելուց եւ այլն։ Ամփոփում այսպեսին է, Տիգրան ջան, որ հազարավոր թելեր ունի հայկական հարցը, որը անձնական մակարդակի վրա իմ վրա ես պետք է դա զգամ, ինձ սահմանափակելով եւ երբ որ ասենք դու ասում ես հայտնի բժիշկ, հասարակական գործիք, զգում եմ որ իմ էգոն սկսում է ուռել։ Ես ինձ մեծ եմ զգում, եկե բաժնում զգուշ եղի։ Բոլոր մարդիկ էլ էգո ունեն եւ այդ անտերն էլ կշտանալ չունի։ Դրա համար խելացի կլինի, որպեսզի ասենք ինքնաճանաչ դառնալու առաջի հատկանիշը նա է, որ դու կարողանում ես ուշադրությունը բերել այն կետերի վրա, որոնք քեզ համար կյանքում կարևոր են։ Անկախ նրանից քեզի Սիբիրի որ անկյունն են տանել։ Ուրեմն իմ մոտեցումը այդ քո հարցին մի քիչ երկար եղավ, նախաբան այսպեսին է, որ ինչ բնակավար ես տեսնում եմ, ասենք այսօրվա օրը Ամերիկան մի հատ օրենք ունի։ Եվ եկեք բաց խոսենք, որ սա տրամաբանության հարց չէ, եւ ես ուզում եմ այսքան ասեմ ու կանգնեմ։ Իմ օրենքը չի, Ամերիկայի օրենքն է։ Իմ օրենքը չի, սա շրջանային չի, մարզային չի, քաղաքային չի, հանրապետական չի, Հայաստանի ստեղծածը չի։ Ամերիկան օրենք ունի, 2 միլիոն ամերիկացին կարողանալու են այդ օրենքը աշխատեցնել։ Ես սրա անունը կդնեի Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի կիրառում եւ մանդատի օգտագործում տարբեր ձևեր կան, մենք հիմա չենք գնում թնդանոթներն առնենք Պապիստունը հարսում է եղել, տատիստունը Էրզրումում գնանք կրավենք, բայց ես մի բան կասեի, այն ժամանակ նաև եղել է հատուցման հարց, որ այսօր 320 միլիարդ դոլար Թուրքիան պարտավոր է վճարի Հայաստանին ըստ այդ օրենքի։ Հիմա մեր ստացվում է, որ մեր փողերը դրսում է, հայկական ոսկին թուրքը առել է, տվել է Գերմանիային, իրենք պատերազմի կոնտրիբուցիաներ են արել եւ փոխանցել են Ֆրանսիային, Բելգիային, Անգլիային, հետո գնացել է Ամերիկայի ոսկու ֆոնդի հիմքն է դա, հետո հետ է գնացել Անգլիա, հարց եմ տալիս։ Հայկական ոսկին պտտվում է ուրիշ բանկերում, Հայաստանը դրսից վարկ է վերցնում, որ գոյությունը պահի։ Տիգրան ջան, անտրամաբանությունը երևում է, այս հարցերին պիտի մոտենաս, չմոտենալը վախի, տգիտության, անհեռատեսության նշան է, իրավաբանը պետք է մեջ մտնի, հայ ժողովուրդի իրավունքներ ունի, տարբեր պատճառներով, Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը չի կիրառվել, երբ որ կարդում ես Լենին-Աթաթուրք պայմանագրի առաջի տողերը, որ երկուսը բարեկամական իրենց հարաբերությունները հաստատելով, ես մեծ չբերեմ ամբողջը, չեն ընդունում Թուրքիայի սահմանների մասին որևէ որոշում։ Սա առաջի պարագրաֆն է, որ կարդում ես Լենին-Աթաթուրք պայմանագիր, որը կրկնվեց որպես Ղարսի պայմանագիր։ Խնդրանքս որն է։ Շատ լավ գիտես Անտոնո Միրզախանյանին, մարդը
Կրասնապրեսնսկի ռայոնից սկսեց, բարձրացավ Մոսկվայի քաղաքական դատարան, բարձրացավ Ռուսաստանի գերագույն դատարան, բարձրացավ սահմանադրական դատարան եւ համոզվեց, որ Ռուսաստանը իրավաբանական մեխանիզմ չունի գնահատական տալու իր օրենքի։ Եթե դա կարելի է օրենք համարել, որովհետեւ ում հետ որ ստորագրել է Վլադիմիր Իլիչը, այդ մարդը պետություն չի ներկայացրել։ Հիմա այս հարցերը չեն քննված։ Հիմա զուգահեռ ուրիշ բան է եղել, հայերի ոչ միայն հողերը տվեց, շատ հետաքրքիր 1922 թվականին մարտի 14-ին հետաքրքիր մի հատ ուրիշ որոշում եղավ։ Սոցիալիզմի գործը լավացնելու, արագացնելու համար մենք պետք է անցնենք լատինատար գրության եւ դրա համար բոլոր ազգերը պետք է գրեն լատիներեն։ Հիմի Յակուտիայում, Չուկչայստանում, Ղազախստանում որ տար չեն ունեցել, բար չեն ունեցել, հասկացանք։ Դա դրական քայլ է, երբ իրանց մի հատ լատինատար է ստալ։ Բայց 1500 տարվա մատենագրություն ունեցող ժողովրդին դու բռնես ու միանգամից ասես դու պետք է լատինատար գրես եւ ապշեցուցիչ է եւ իմ համար կոնկրետ Թումանյանի գիրքը գնեց 2 օր առաջ վերնագիրը գրել է անկեղծ չենք մարդը գրել է անկեղծ չենք Հովհաննես Թումանյան մեր մեծություն ճիշտ ես ասում անկեղծ չենք ինքը հիմա զարթնի իր գիրքը վերցնի կասի ես ձևի չեմ գրել Այս տարերը, այս բարերը ես ես ձևի չեմ գրել, շատ բաներ մնացել, ինքը կկարդա կհասկանա, ես էլ եմ հասկանում, Տերյանը վեր կենա զարթնի, այդպես չի գրել, մենք հիանում ենք նարեկացիով, բայց ցավալի է, նարեկացին, եթե դու բնագրում չես կարդում, աբեղյանական ես կարդում, ինչքան է կորում մեջ է, ոնց որ վարդից հոտ քաշես դիմագը դեմքի դրած, ամփոփումս այսպես է Տիգրան ջան, որ հայկական հարցը կա եւ գոյություն ունի, ոչ մեկը չի կարող ինձ կանգնեցնել հետ այդ հարցից։ Տակտով երախտագիտության զգացումը պահած, ինչքան դրական բաներ են եղել նույնիսկ ամենավատ ժամանակ հայ ժողովրդի հետ, ինչպես ենք մենք ազգովի կարողանալու գնահատական տալ այն դրականին, որը մեր հանդեպ ցուցաբերել է աշխարհը։ Ես որ նայում եմ Թոյնբիի գրքին, նայում եմ Ջեյմս Բրայթի գրքին, ես նայում եմ Վագների նկարներին, երբ որ հետևում եմ արաբական երկրների շեյխերը գնացել են Մեկկա իրենց այդ Մոհամեդի հետնորդին են խնդրում կանգնեցնել Թուրքիային կատարել, քայլեր են կատարված հայերին փրկելու համար, որը մարդկությունը կվերակտնի իր հոգևոր էությունը եւ պատկերացու դու անցել է արդեն 11 տարի եղեռնը սկսվելուց նկատի ունեմ 15 թվականի դեպքերից հետո Համիդյանը թողնենք որփանոցների շինելը 20 թվական Մերձավոր Արևելքի նպաստամատույցը 23 թվական Կիրակնորիա ոսկի օրենքը Ամերիկայի պրեզիդենտ այդ օրը կերեք մի կտոր հաց խմեք մեկ բաժակ կաթ մտածած ուղարկեք հայերին շուրջ 10-15 տարի անցյալ դարեսկզբին հայի անունը Հայաստանը հայկական հարցը եղել է ամենատարածված թեման Ամերիկայում մեր դերը գնա արմատիտ գնա այնտեղ է Ամերիկայությունը որը զուգորդեց Ամերիկայի տնտեսական աճին Ամերիկան այնքան հարստություն կուտակեց այդ ժամանակ, որով ինքը բարոյական բարձր մակարդակի վրա էր։ Այժմ մենք տեսնում ենք, ասենք, որ մի երկիր խոսում այս երկրի շահին համապատասխանում է, սրա շահին չէ, ասենք շահել է պետք, բնական է, այսօր մենք հաց է պետք, ջուր է պետք, մեզի պետք է եկամուտ, բայց այդ չի նշանակում ես պետք է անբարոյական դառնամ, մոռանալով իմ ստացած պարտականությունները։ Եվ իրոք Տիգրան ջան չթաքցնեմ, ես ցավում եմ իրոք ցավով եմ ասում, որ խեղճ Ռուսաստանը տիեզերք է թռնում, բայց իր իրավական որոշումները գնահատական տալու իրավաբանական կարողություն եւ ապարատ չունի, Անտոնովի դեպք օրինակ մեզի, Ամերիկան էլ հետաքրքիր մի հիվանդության է գնաց, եկեք ասում է ձեն չան, ինքը չի կարող, որտեղ այդ օրենքը վերջնականի բողոքարկման ենթակա չի, որն է Ամերիկայության դերը, զարթնեցրու քնած օրենքը
մոտս են, ես նամակները որ գալուց առաջ գրեցի, որ արդյոք Վուդրո Վիլսոնը ունի օրենքի ուժ, գիտեմ որ ունի, ինչի ստուգել եմ, չեղյալ չի հայտարարվել, ու նամակների ոճը փոխվում է, արդյոք չեղյալ եք հայտարարել, արդյոք փոխարինել է, ես գիտեմ որ չի արած, արդեն ես էլ անկեղծ չեմ, բայց ես ուզում եմ որ ինքը ասի դա, ինքը հենց ասեց ՆԱՏՕ-ն քանդվում է, ինքը հենց ասեց, դու զգում ես որ այդ Վուդրո Վիլսոնը չմտավ Անտանտայի մեջ, իրենից Լյով Ջորջը խնդրում էր, ասում մտի Անտանտայի մեջ, դու արդեն կռվի մեջ ես մտել, մենք Անտանտա ունենք, հենա Ռուսաստանը դուրս եկավ, դու մտի, Վուդրո Վիլսոնը իսկապես բարոյական բարձր հատկանիշների տեր եղել, ասում է, դուք ենթարկվել եք ագրեսիայի, ես ձեզ կօգնեմ, բայց ես չեմ մտնի կազմակերպության մեջ, ես պետք է ամերիկյան սկզբունքները տարածեմ, եւ ազգերի ինքնորոշման իրավունքը պետք է դարձնենք առանցքային, եւ սա նա ասում է աշխարհի կեսը գրաված Անգլիային, եւ սա ասում է աշխարհի մյուս կեսը գրաված Ֆրանսիային, մասնավորապես շեշտելով Հայաստանը, ես հիացել եմ, ինչ ասեմ քեզի, եւ այդ մարդուն մենք հենց մինչեւ հիմա չենք պատվել, շահել, դերևս Վիլսոնյան իրավարար վճիրների համագումարները Հայաստանում չի գայացել, մենակ մենք Ալիևը լիներ 10 տարել էր հիմա ենք։ Դե խնդիրն էլ հենց այն է, որ Հայաստանում դրա մասին քիչ գիտեն եւ ոչինչ չի արվում Հայաստանի պետության կողմից, որպեսզի այդ փաստերը ավելի հանրաճանաչ դառնան, այդ փաստերը իրոք դա պետական մակարդակի շնորհակալության խնդիր է, այդպես չէ՞։ Մեծ, շատ մեծ հարցի, նույնիսկ ախր խեղճ որբերն էլ չկան, որբերի թորները չկան։ Դուք մի հատ ձևակերպեք ուղղակի, որովհետև մեր հեռուստատիտողների շատ-շատերը աղոտ գիտեն այդ մասին, մի հատ հստակ ձևակերպենք ինչն է խնդիրը։ Հարգելի հայեր, հարգելի քույրեր, եղբայրներ, մի նախադասություն կա, որ ես ուզում եմ, որպեսզի որպես բնաբան հայ բանակցություն վարողը ամեն անգամ կրծքին կպցներ։ Վիլսոնի այս նախադասությունը, մենք պետք է փրկենք հայերին, մենք պետք է ստեղծենք ուժեղ Հայաստան, առանց գաղութ դարձնելու։ Այս տարածքը ռուսը մոռանում է։ Այս տարածքը մյուսները իրենց են ուզում մեզի դարձնել։ Եվ հայերի համար այնքան լավ բաներ է արված, եւ շեղվել է Տիգրան հարցը չմոռացա, բայց ես զգում եմ որ ես պետք է մի քիչ հետ գնամ, հետո առաջ կամ ասելով որ մարդը երկու ձևի պատասխան ունի կյանքի դեպքերին։ Մեկը երբ որ զգացական ես, մի բան դուրս չի եկել, մարդիկ ռեակցիա են տալիս։ Զգացական է։ Լույս է, ձայն է, ցավեց, ծակեց, կոտրեց, զգացական է, խելքին է գնում։ Հիմա սխալ չի, բայց զգացականի վրա հիմնված է գնաց խելքին հակադարձ կապը դառնում է ռեակցիա։ Ուրեմն արի մի հատ ընդունենք, որ մենք ռեակտիվություն ունենք, ես էլ ունեմ, բայց ինչքան ես սա գիտակցում եմ, այդքան իմ ռեակտիվությունը քչացնում եմ։ Մարդու իսկական էությունը, որ ինքը ոգեղեն է, իմիջիալոց թորներից կնքեցինք երեքն պապի ինչ է նշանակում մկրտել, ասում այսօրվանից դու ոգեղեն ես, բալեք ջան, պապի ոգեղեն ինչ է, դու սպիրիչուալ ես, սպիրիչուալը ինչ է, այդ նշանակում որ մեջդ Աստված կա, այդ նշանակում դու ոչ միայն զգացական ես, մտածող ես, դու նաև ոգեղեն ես, դու սեր ես, դու ներողամտություն ես, դու հավատ ես։ Կարողանաս քո ուշադրությունը բերել այստեղ թե չէ։ Եվ ուշադրի ինչ եղավ։ Վուդրո Վիլսոնը ափսոսորցենք մարդը տարավ կատված, ծախմասը թուլացավ։ Եվ դրա համար ինքը չկարողացավ մինչև վերջ հարցնել իր առաքելությունը, բայց հետաքրիր մինչև վերջ ինքը շարունակեց, առ այսօր իր տանը կախված է հայ որբի նկարը, հյուրասենյակում կենտրոնական տեղ ուրիշ բան չի դրել ինքը այնտեղ։ Ինչ եղավ Վուդրո Վիլսոնից հետո, Անգլիան, Ֆրանսիան, Բելգիան սկսեցին իսկապես թալանել Գերմանիային 23 թիվ գերմանացի կազմին այդ պարտքը չեն կարող տալ։ Չմոռանանք թուրքի պարտքը մեզի։ Ամերիկան $500 միլիոն տալիս է Գերմանիային վարկ, որպեսզի ինքը պարտքերը վճարի։ Արդեն այդ պահից Սովետը եկե գրավել է, մենք կոմունիզմ ենք կառուցում, ես սովորում եմ, որ պիտի ես սպանեմ այդ կապիտալիստներին, ովքեր ինձ փրկել են, այդ շփոթմունքից դուրս գանք մի հատ։
Մի հատ էլ եղավ 28 թվականին, երբ Գերմանիան էլի հրաժարվեց իր պատերազմի ժամանակվա հատույցները վճարելու։ Ամերիկան այդ դեպքում հետաքրքիր միտք եղավ։ Մենք կհանենք ֆրանսիական, անգլիական, բելգիական զորքերը Էլզաս Լոթիրինգիայից, մենակ սկսի վճարել։ Ուրեմն 28 թիվը պահել եմ, որ Գերմանիան պարտ կվճարի։ Այսի տգիտություն է, հասկացել եմ, զգում եմ ինչ, ես դա դեպի չսովոր եմ։ Ինչ եղավ Թուրքի պարտքը Հայաստանին, մի րոպե թուրքը հասկացա, որ արդեն ռուսին խաբել է, նկատի ունեմ հայկական հողերը առել է, սոցիալիզմի կարգախոսը դարձավ ջիհադ իրեն համար, փաշաներին այն ժամանակ անունները փոխեց, տիտղոսները դարձեց կոմիսար, մարդը խորամակվարվեց, Լենինն է հավատաց, այսօր ինչ դարձավ, Ուկրաինային հարձակվելու վրա հարձակվելու մեկ օր առաջ Պուտինը ստորագրեց Ալիևի հետ ստրատեգիական պայմանագիր, երկրորդ խաբելը, ինչ է, ինքը գիտի, որ բերի Ղարաբաղը վերցի և դրա ինքը պետք է ստրատեգիա գալ, ու Պուտինին կարծում է տենգեր է կտե, Ղարաբաղյան դեպքերը ցույց տվեցին, որ ինչպես է իսկապես միամիտ անհեռատես ձևով մեր հյուսային ընկերը կորցնում իր զինակիցներին, այն օրը Նադեև ոնց էր կոչում ազգանունը, Վիդի Նադեյսկի գլխավոր քաղաքական ասես «Потеря Ղարաբաղը это потеря для России»։ Նայում եմ, ասում, ինչ ես ինձ ասում, Պուտինին ասում մի հատ։ 33 թիվ Գերմանիան լրիվ հրաժարվում է, Տիգրան ջան, վճարները տալուց, Հիտլերը եկել։ Հիտլեր 12 տարի դիմացավ։ Հիտլերից հետո գնացելի ոնց որ Տրոցկու գաղափարը համաշխարհային հեղափոխության դեր Վիետնամ, Կորեա, Մորեա սկսեցին սոցիալիզմը ցնել, Ամերիկան ուղղությունը փոխեց հակակոմունիստականի։ Ու մինչև մենք հասանք այն աստիճանի, որ այսօր մոռացան իրենք էլ Վուդրո Վիլսոնը մեր հանդեպ ինչ պարտականություն է վերցրել, Ռուսաստանն էլ 50-ական թվականներին հայտարարեց, մենք Թուրքիայից հողային պահանջ չունենք։ Դու երբ ես ունեցել, որ պահանջ, Ամերիկան ունի այդ պահանջը։ Եվ մենք առ այսօր մեր քաղաքական գործիչները, մեր արտաքին գործերի նախարարությունը կոմֆորտի է գնում մարդը։ Քեզ ով է խանգարում մի հատ գնաս ասես հարգելի Էրդողան եղերնից հետո եղերջ ասենք, տեղահանությունից հետո կարևորը բառը չի, դուք հավաքագրել եք անտեր մնացած կույքը։ Տուն, կով, ձի, ոչխար, շենք եւ այլն։ Դուք դրանք հետո հանել եք ակշնի, ծախել եք, դուք դրանով փող եք հավաքել, կարող ենք մենք այս հարցը քննել, այդ գումարը եղել է 19 միլիարդ ֆրանկ, այն ժամանակ ինքն է գիտի, երբ որ ասենք նախապայման չես դնում, ինքը զգում է, որ դու նախ անկեղծ չես մինչև վերջ, դու զգում ես, որ եղածն ես զիջում, Եվ ինքը գիտի, որ միտեղ հետի պիտի դուրս գա, ինչի են ուրախանում եվրոպական երկրները, մարդը եկել է Երևանում, Եվրո խորհրդարանի ժողով անցկացնում, ինչպիսի հեռատեսություն, մի հատ Ղարաբաղցու հետ չի հանդիպում, որի համար ինքը Մինսկի խումբ էր ստեղծել։ Իսկ Եվրո խորհրդարանի շենքի վրա գրած է դեմոկրասի։ Եվ այս Քալասի վերջի արտահայտությունը այս տարի էլ իրոք Ծիրանի բերքը լավ է, ինքը ոնց է ասեմ, ես հայկական ծիրանով սարքեցի ջեմ, այնպիսի համ ուներ այդ ջեմը, ինչքան հետաքրքիր է, հայկական հարցը բարձրացավ ջեմի համի մակարդակին, առանց մի բառ ասելու 120-150 հազար արցախցիների մասին։ Չլուծված հարցը ինֆեկցիայի նման է, թարախակալումը, պիտի կարողանաս բացել, անունը պտի տաս, սա հաճելի չի, ես մի ուրախանամ, որ ինքը հայկական ծիրանի համն է գովում, ես է գիտեմ դա, մի բար մինչև հիմա չեն ասել, կարծես թե Արցախի հարց չկա, ես էլ չեմ ասում պատմամշակութային ժառանգությունը, որոնք այսքանի օրերին հանդիպեցի հայ գիտնականների հետ, հետազոտու, մարդիկ տանում են գործը առաջ, կանաչ եկեղեցի, քանդված մի մաս,
Հաջորդ նկար ադրբեջանցի զինվորը եկեղեցու առաջ տիեզերքից նկարած է կանաչ եկեղեցու տեղը դադարք է, սա արդեն իրավաբանական գործ է։ Չեմ մեղադրում, հասկանում Ալիևը Ալիևն էլ էս չի հասկանում, որ ինքը պարտավոր է Ռերիխի օրենքը հարգի, հասկացանք ճակատագիրը եղել է, այսօր հայերը այնտեղից դուրս են եկել, վաղն էլ հետ կգնան, կկարողանանք մենք հարցը իրավաբանորեն Մոնտեի գրքի վերնագիրը նայել ես, չէ՞։ Պայքարելու իրավունք։ Հայ ղեկավարը չի օգտագործում իրավունք եզրը։ Իրավունք, որով աշխարհը ձգտում է խելքի գա, կանոնի գա։ Այդ իրավունքը ոնց որ ճիշտը նայ, որ ֆիզիկը, մաթեմատիկը ցանկացած մեծ գործ կատարում է, սրա բանաձևը ո՞րն է։ Հայկական հարցի բանաձևը 1920 թվական 23-ից հետո խորհրդային միության գալուց հետո ուղղակի քնել է։ Մենք պիտի զարթնեցնենք։